Մանկապղծության դեպքից ուշքի չեկած Վեդիում դանակահարության մասին են պատմում քաղաքացիները։ Հենց այստեղ է անչափահաս աղջիկների հորեղբայրը վրեժխնդիր եղել 65-ամյա տղամարդուց, ով ըստ լուրերի մանկապղծության հեղինակներից մեկն է։ Հորեղբայրն է եկել, ասել է տաքսի շոֆեր, յանի վրեն կային։ Մենք ստենից ստացենք։ Այս նստել է։ Չկար կայնած, այս ձև են ավտոն իր տեղն էր կայնած։ Արա տակից տեսա, դավոն ընկածա գետի։ Ասմենետի երեգունի ոնց պարկած։ Վեդիում ցնցված են, չէին սպասում, որ 65-ամյա Դավիթը կարող էր նման անմարդկային արարք անել։ Ուղեղից մեզ չի տեղում։ Ըստ Բադոյան Նյուզի 65-ամյա Դավիթը անչափահաս քույրերին բռնաբարել է 58-ամյա Արթուրի հետ։ Հետո սպառնացել, թե կխեղդեն, եթե որևէ մեկին պատմեն այդ մասին։ Երկու երեխա պղծած տղամարդիկ հիմա ազատության մեջ են։ Մեր կողմից առաջ այլել այդ դեպքը նորա բացահայտում է, ժողովուրդը նոր են իմանում։ Ձերբակալել են, ինչ-որ, հետո էլ բաց են թողել այդ։ Չենք իմանում, ինչի համար է հիմա։ Հետո բողոքել են, ինչ են արել։ Սարսափելի արարքի ենթադրյալ հեղինակների մասին մանրամասներ են պատմում Վեդիի բնակիչները։ Անձամբ դաժե վախտին իրար հետ աշխատել ենք էլ։ Պաստորեն է տենց է, էլի։ Չես կարա, մարդում չես կարա ճանաչել։ Լսենք կթքենք իրեսին այդ։ Ներքին գործերի նախարարությունը հերքում է մամուլում տարածվող լուրերը, թե ոստիկանությունը կոծկում է հանցագործությունը։ Մենք մեր գործողությունը ավարտել ենք, տվել ենք հնչակա, մնացած է իրանց հետ։ Վեդեցիները պահանջում են օրենքի ամբողջ խստությամբ պատժել մանկապիղծներին։ Դες մարդիկ պետք է պատժվեն, խիստ օրենքի խիստ բաներում, որպեսզի վերանա այդպես բաները։ Բոլորս էլ մեր մեղքի բաժին ենք, պետք է պայքարենք, այդպիսի անբարոյական բարքերի դեմ պետք է պայքարենք մենք։